Հաճարը միակ հացահատիկն է, որը կարող է աճել առանց հողի։ Հարկավոր է միայն խոնավություն և լույս։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք հաճարով փլավ։ Իհարկե բացի հաճարից կլինեն նաև ուրիշ բաղադրիչներ։ Սկսենք օրինակ կախասնքից։ Գործի ենք դնում սիրելի ամանը։ Վերցրել եմ 1 կիլոգրամ կախասունք, վերածում ենք թելիկների։ Թելիկները վերացելուց հետո յուղում ենք սլոբոդա ապրանքանիշի բուսայուղով, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդով։ Սա տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա։ Նախ սիլիկոնի գորգ փռենք։ Հավասար տարածում ենք։ Համեմում ենք մառանիկ ընկերության ծովի աղով, չորս պղպեղով, և ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը միացնում ենք գրիլ եղանակով 200 աստիճան, թողնում ենք սունկը կարմրի։ Անցնենք առաջ, մյուս բաղադրիչը դա գառան միսն է։ Վերցրել եմ 1 կիլոգրամ 250 գրամ ոսկորոտ միս գառան։ Բացի գառան մսից ինձ հարկավոր է նաև արգանակը։ Կտրատում ենք հարմար, դնենք արդեն կրակին։ Կտրատում ենք հարմար չափերի։ Եվ լցնում ենք տապակի մեջ։ Անմիջապես հավաքում ենք դանակները, տախտակը։ Որպեսզի արգանակը խիտ ստացվի, մսակտորները նախ
կտապակեմ, հետո նոր կխաշեմ։ Կարմրացնելուց հետո համեմում ենք մի պտղոնց համեմի սերմով, մառանիկ ընկերության աղով, աղացած սև պղպեղով, ցիտրոնով, ավելացնում ենք կարմիր անապակ գինի, մոտ կես բաժակ, մեկ-երկու րոպե եփելուց հետո ավելացնում ենք եռացած ջուր, այնքան որ մսակտորները ծածկվեն։ Անցնենք առաջ։ Մյուս քայլը սոխեռացն է։ Առատ սոխեռած ենք անում։ Կվերցնեմ մեկ մեծ, մեկ միջին գլուխ սոխ։ Անմիջապես գործի ենք դնում տապակը, մի քանի կաթիլ բուսայուղ ենք լցնում, սլոբոդա ապրանքանիշի, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Սոխը կտրատում ենք փետրաձև, կավելացնեմ սոխը, փաստորեն 2 միջին, 1 մեծ։ Ավելի ներփահամ դարձնելու համար սոխը անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության շաքարավազով, աղով և սոդայով։ Կավելացնեմ նաև քրքում։ Տեսնենք ինչ վիճակում է սունկը։ Ճիշտ ժամանակն է հանելու։ Սա լցնում ենք թափանցիկ ամանի մեջ։ Ահա։ Վերադառնանք սոխեռացին։ Հենց սոխը սկսեց հալվել, համեմում ենք նաև համեմի սերմով։ Մի պտղոնց։ Ընկույզ ենք ավելացնում 50 գրամ,
թեթևակի ջարդենք ընկույզը հարիչի օգնությամբ։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ ավելացնել տապակվող սոխին, դա լոլիկի չիրն է, պահածոյացված բուսայուղի մեջ։ Իսկ համեմված է հազր վարդով։ Չորս 8 շերտ։ Սրա յուղից էլ մի փոքր ավելացնենք, իբրև համեմունք։ Քամում ենք գառնուկի միսը։ Թողնենք թող մի փոքր սառչի եւ կկտրատենք հարմար չափաբաժինների։ Սոխերացին կավելացնեմ նաև սխտոր, 1-2 մեծ պճեղ։ Շարունակենք համեմելը։ Կվերցնեմ 2 փոքր ճյուղ հազրևարդ, թարմ, Հերթը հասավ օրվա հերոսին, դա հաճարն է, վերցրել եմ Մառանիկ ընկերության հաճարը, մեկ մեծ բաժակ, մոտ 1-1.5 ժամ թողել եմ սառը ջրի մեջ, հետո հոսող ջրի տակ լավ լվացել եմ, այժմ լցնում ենք այս պահին, որպեսզի հաճարը իր մեջ առնի առաջացած սոուսը։ Հենց հաճարերի մեջ առաջացած սոուսը լցնում ենք խորոված սունկը, կախասունկը։ Նրանք, ովքեր սիրում են կծու, այս քայլը հատուկ նրանց համար է։ Վերցնում ենք մեկ կծու պղպեղ։ Կօգտագործեմ սերմերով։
Միսը սառելուց հետո դիտարկում ենք։ Եթե կան կտորներ, որտեղ ոսկորը գրեթե առանձնացել է մսից, ոսկորը ուղղակի հեռացնում ենք։ Եվ կտրատում ենք հարմար չափաբաժինների, շատ լավ է։ Հասանք վերջնական փուլին։ Լցնում ենք արգանակը։ Ստացել ենք խիտ արգանակ։ Կրակը իջեցնում ենք և մարմանդ կրակի վրա եփում ենք այնքան մինչև հեղուկը քաշվի, որից հետո կավելացնենք թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ մաղադանոց փոքր փունջ, համեմ փոքր փունջ, նանա մի քանի ճուղ, լավ է, և կանաչ սոխ, ևս փոքր փունջ։ Օգտագործում ենք նանայի միայն տերևները։ Միասին կտրատում ենք։ Թարմ կանաչին կավելացնեմ մատուցելիս։ Հաճարով փլավ։ Թասի մեջ լցնել թելիկների բաժանած կախասունք, ցողել բուսայեղով, լցնել ջեռոցի նախապես սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, ուղարկել ջեռոց, 200 աստիճան տաքությամբ ջեռոցում գրիլ տարբերակով եփել այնքան, մինչև սունկը կարմրի։ Գարան միսը կտրատել հարմար չափերի, կաթսայում տապակել, համեմել համեմի սերմով, աղով, սև պղպեղով, չորացրած ցիտրոնով, ավելացնել կարմիր անապակ գինի։ 1-ից 2 րոպե անց ավելացնել եռացրած ջուր այնքան, որ մսակտորները ծածկվեն։ Եփելուց հետո արգանակը քամել, մսակտորները ոսկրահան անել։ Տապակի մեջ բուսայող տաքացնել, փետրաձև կտրատած գլուխսող տապակել։ Համեմել շաքարավազով, աղով, սոդայով, քրքումով, հենց սոխը փափկի, համեմել համեմի սերմով։ Ավելացնել թեթևակի հարած ընկույզ, բուսայեղում պահածոյացված եւ հազրեվարդով համեմված լոլիկի չրի յուղից եւ շերտատած լոլիկի չիրը, մանր կտրատած սխտոր, մանր կտրատած հազրեվարդ, հաճար։ Հենց սոուսը ներծծվի հաճարի մեջ, ավելացնել կախասունկը։ Ավելացնել նաև մանր կտրատած կծու պղպեղ, գարան միսը, արգանակը։ Մարմանդ կրակի վրա եփել այնքան, մինչև հեղուկը վերջանա։ Մատուցելիս զարդարել մաղադանոսի, համեմի, նանայի տերևների, կանաչ սոխի մանր կտրատած փնջով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք գարան միս, սերկեֆիլ, դեղցի ջիր, կարմիր սոխ, սլոբոդա ապրանքանիշի մթերք և ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։